Մի րոպե։ Okay։ Ողջույն բոլորին, ես Լիլիկն եմ ու վերջին վիդեոն իմ YouTube-յան ալիքում եղել է vlog Փարիզից, երբ որ ես եկել էի որպես տուրիստ 2023 թվականին ու հիմա ես նկարում եմ Փարիզից կրկին, բայց արդեն որպես բնակիչ Փարիզի ու որոշեցի ձեզ հետ կիսվեմ իմ experience-ով ստեղ ապրելու, այստեղ գալու ու բոլոր դետալների մասին Instagram-յան իմ ալիքում հարցերի վահանակ էի դրել, որտեղ շատերը հարցեր էին դրել, շատերը մի երկու հոգի։ Ինչևէ, կփորձեմ ինքս պատասխանեմ ինչ-որ շատ ընդհանրական հարցերի ու հետո արդեն, եթե շարքը ձեզ դուր գա, կշարունակենք։ Նախ մի հատ ինտրո այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են այս հոլովակը միացրել, առհասարակ առաջին անգամ են ինձ տեսնում, ես Լիլիկն եմ, 27 տարեկան, ապրում եմ Փարիզում, ամբողջ կյանքում ապրել եմ Երևանում ու ավարտել եմ ֆրանսիական համալսարանը։ Փարիզ տեղափոխվելու միտքը միշտ եղել է, որովհետև ինձ թվում է չկա տենց ուսանող, ով որ ֆրանսիականում սովորի ու Ֆրանսիայի հետ ինչ-որ կապ չունենա emotional, բայց այդ միտքը որպես պլան դարձավ 2023 թվականի սկիզբ, երբ որ ես որոշեցի, որ իմ կյանքը պետք է իմ ձեռքերում վերցնեմ ու անեմ այն, ինչ որ ես եմ ուզում, այն ինչ որ իմ համար է լավ։ Ես աշխատել եմ բուրմունքում որպես brand manager ու գործի բերումով շատ հաճախ ճամփորդում էի ու տեսնում էի, թե beauty ոլորտը ոնց է առհասարակ գործում Հայաստանի շուկայից դուրս։ Ու այդ ինչ-որ մի հատ նաև ստիմուլ էր իմ համար, որ ես ուզում եմ իմ կարիերայում առաջ խաղացում տեսնեմ, ինչը Հայաստանում չէի տեսնում։ Հիմա էլ չեմ տեսնում, եթե անկեղծ։ Ու դրա համար որոշեցի ոնց որ ամեն ինչը իրար հետ այնպես դասավորվեց, որ որոշում կայացրեցի, որ ես պետքա տեղափոխվեմ։ Համալսարանի միջոցով որոշեցի տեղափոխվեմ, որտեղ անհնար է։ Լավ, չասեմ անհնար է, բայց շատ քիչ է հավանականությունը, որ աշխատանք կարաս գտնես ու տեղափոխվես։ Ինչի, որովհետև ստեղի կազմակերպությունների համար շատ երկար process է համոզել պետությանը, որ իրանք ստեղի աշխատողին չեն ուզում, այլ ուզում են դրսի աշխատողին։ Մի խոսքով գլուխներից չցավացնեմ։ Առաջի քայլը համալսարան գտնելն էր, ընդունվելը, ինչը նենց չի էլի հեշտ էր, որովհետև համարյա մի 10 համալսարանից մերժում էի ստացել ու արդեն էլ հույս էլ չկար։ Ու հուլիս ամսին որոշում եմ համալսարաններից մեկին գրեմ շատ random ու ասեմ, որ okay, ուզում եմ ընդունվեմ, ինչ թիփեր կտակ, ու տվյալ համալսարանը ասում է դոկումենտներդ ուղարկի, մենք կդիտարկենք այս պահին։ Ուղարկում եմ, դիտարկում են, հարցազրույց, արդեն ընդունելություն, ու ստացվում է, որ ես 2023 թվականի հուլիսին արդեն ընդունված էի Ֆրանսիայում համալսարան։ Բայց ես ոչ հոգեպես, ոչ ֆինանսապես առհասարակ պատրաստ չէի տեղափոխմանը, դրա համար gap year վերցրեցի ու որոշեցի, որ պատրաստվեմ 2024 թվականին նոր կտեղափոխվեմ։ Ամբողջ տարվա ընթացքում անդադար աշխատել եմ, տարբեր պրոյեկտներ եմ վերցրել, որ գումար հավաքեմ ու կարողանամ ինչ-որ ռեսուրսներ ունենամ, որ տեղափոխվեմ, որովհետև գիտեի, որ առնվազն մոտակա 6 ամսվա ընթացքում ստեղ գործ գտնելը անհնար է։ Երբ որ արդեն պահը եկավ, որ ես հստակ գիտեմ, որ տեղափոխվում եմ, արդեն տրամադրվել եմ, էմոցիոնալ պատրաստ եմ, ֆինանսապես կարող եմ ինձ դա թույլ տալ, հաջորդ քայլը տուն գտնելն էր ու տուն գտնելը եւս շատ բարդ է։ Նախ Հայաստանից ստեղ տուն գտնել ու որ սկամ չլինի, որ չխափեն գումարը չվերցնեն, հետո ոչ մի բան չլինի փաստացի։ Ու դրա համար ամենահեշտ տարբերակը այն էր, որ դիմեի ուսանողական տուն, հայերը ունեն Cité Université-ում Maison d'Arménie, այսինքն ունեն շենք, որտեղ որ հայ ուսանողները դիմում են ու տարբեր երկրներից գալիս են ապրում են այնտեղ, երբ որ ուսանող են։ Դիմելու եղանակները եւ այլն ամեն ինչը ոնց որ առանձին մի հատ թեմա է։ Եթե ձեզ հետաքրքրում է հենց տեղափոխման ամբողջ process-ը ոնց է եղել, ինչ է եղել, կարող եք մեկնաբանություններում նշել, ես կխոսեմ դրա մասին առանձին հոլովակով, այս պահին ոնց որ ավելի շատ ուզում եմ update-ների մասին խոսամ կյանքի։ Ես իրականում շատ վախենում էի տեղափոխվելուց, որովհետև ինչքան էլ որ ես տրամադրված էի ու գիտեի, որ ուրիշ ճանապարհ չկա ու ես հենց դա եմ ուզում, ես միևնույնն է վախենում էի։
այդ շատ նորմալ երևույթ է։ Ես թերապիայի մեջ էի այդ ժամանակ ու իմ հոգեբանի հետ էի դա քննարկում, որ ես գիտեմ, որ ես այդտեղ չեմ ուզում մնամ, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ ես վախենում եմ անորոշությունից։ Okay, ամեն ինչ պատրաստ է, ես գնում եմ, բա հետո այդ մի հատ լրիվ առանձին դժվար փուլ է, երբ որ մի մոտ 2 տարի մի մտքի, մի երազանքի շուրջ ես կյանքդ կառուցում ու դա իրականանում է ու դու առնչվում ես դատարկության հետ։ Ես նշաններ էի փնտրում, ասում էի, եթե տունը լինի, եթե էս լինի, ուրեմն հաստատ գնում եմ, ու որ տունը եղավ, շատ ուրախացա ու այդ ժամանակ էլ ասում էի, եթե վիզան լինի, օքեյ, եթե վիզան լինի, ու վիզան էլ շատ հեշտությամբ ստացել եմ, որտեվ բոլոր փաստաթղթերը ունեի ու վերջ, ու տեղափոխվում եմ Փարիզ։ Ու այսօր ես ապրում եմ այստեղ։ Դա մեկ ինքս էլ չեմ հավատում դրան, բայց շատ հաճելի է, որ ինքս իմ համար կարողացել եմ դա անել ու ուրախ եմ, որ ժամանակին հետ չեմ կանգնել, չեմ կոտրվել ու այդ երազանքը ինձ շատ օգնել է առաջ գնալ ու հիմա էլ ժամանակն է շարունակել։ Ես այստեղ աշխատանք չունեմ, ապրում եմ իմ դեռ սեյվինգներով պլյուս ֆրիլանս պրոյեկտներով։ Եթե դուք ուզում եք տեղափոխվել, ես խորհուրդ կտամ անպայման գոնե մի տարվա տանվարձ ունենաք մի կողմ դրած գոնե ու պատրաստ լինեք բոլոր հնարավոր դժվարություններին։ Հիմա պատասխանեմ մի քանի շատ common հարցերի։ Աշխատում եմ ես արդյոք բուրմունքում, չէ, ես բուրմունքից դուրս եմ եկել օգոստոսի 16-ին, ծննդյանս տարեդարձի օրը ինձ նվեր արեցի տենց։ Աշխատում եմ տարբեր պրոյեկտների շուրջ, social media մարքեթինգով եմ զբաղվում ու այս պահին նաև dog-sitting-ով եմ զբաղվում, տենց ծառայություն կա, որտեղ որ մարդիկ վստահում են քեզ իրենց շանը։ Ու հիմա ես օրինակ ապրում եմ Մալակով քաղաքում, որը կպած է Փարիզին ու պահում եմ այս հրաշքին, ով որ այստեղ քնած է ու իրանց տանն եմ։ Հաջորդ հարցը, որին ուզում եմ պատասխանել, նրա մասին էր, թե արդյոք կյանքը Փարիզում նման է այն ֆիլմերին, то есть expectation reality։ Ես միշտ իմացել եմ, որ տեղափոխվելը այդ դժվարությունը ու չեմ ունեցել եմ պատկերացումը, որ ես տեղափոխվելու եմ ստեղ ու ամեն ինչ միանգամից հալած յուղի նման գնալու է, չէ։ Ես իմացել եմ, որ ինձ սպասվում է այսինչ փուլերը ու ես հոգեպես ինչքան էլ չնայած որ դժվար պատրաստ եմ եղել, դժվար է եղել, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ շատ կարևոր է հասկանալ, որ սա ֆիլմ չի, սա իրական կյանք է ու դու ամեն դեպքում գալիս ես որպես էմիգրանտ ու ոչ թե այստեղ քեզ ձեռքերը բացած սպասելու են, ոչ մեկ քեզ այստեղ չի սպասում։ Այդ ամենակարևոր բանն է, որ պետք է հասկանալ, եթե իհարկե չունեք որևիցե սիրեցյալ։ Ես Փարիզը սիրել եմ միանգամից ու երբ որ եկել եմ այստեղ, ես հասկացել եմ, որ ես այստեղ կարամ ապրեմ։ Իմ համար ինքը մաքսիմալ կոմֆորտ զոնա է, որովհետև ես զգում եմ, որ իմ ամեն օրը նոր է։ Ես ամեն օր նոր կյանք եմ ապրում ու ինձ դուր է գալիս դա, որովհետև քաղաքը ինքնին ինսպայր է անում ու դու միշտ գտնվում ես ինչ-որ մի հատ միջավայրում, որտեղ դու հասկանում ես, որ ռեալ կյանքը հիասքանչ է։ Մանավանդ երբ որ եղանակը լավն է դրսում։ Հաջորդ հարցը, թե ինչքան գումար է անհրաժեշտ ամսական Փարիզում ապրելու համար, ամեն բան կախված է ձեր լայֆստայլից։ Ես շատ համեստ կյանքով եմ ապրում ու ինձ դա դուր է գալիս, ես չունեմ կարիք դուրս գալու ամեն օր ռեստորաններում ընտրելու կամ դրսում անընդհատ սնվելու, հիմնականում որովհետև թանկ սնունդն է։ Իմ ամենամեծ ծախսը դա բնակարանի վարձն է, որը 673 եվրո է, եթե դուք ցանկանում եք սիտե տեղափոխվել, 673 եվրո է տան վարձը։ Պլյուս grocery shopping-ը սկզբում շատ էի ծախսում դրա վրա, որովհետև դեռ չէի հասկանում ինչա պետք գնել, առաջին անգամ էի մենակով ապրում։ Շատ մաքսիմումով եմ ասում 200 եվրո grocery shopping, այնտեղ տնտեսական ապրանքներ, ամեն ինչը միասին 200 եվրո հաշվենք, 100 եվրո էլ հաշվենք այն, որ եթե տանից դուրս եք գալիս ինչ որ տեղ եք ուզում գնալ, եթե ուզում եք shopping անեք, էլի
դրա համար առանձին նախատեսեք, բայց ֆիքսված ես կասեի 1000-1100 եվրո մաքսիմում։ Պլյուս ընդեղ արդեն հեռախոսի գումար, ես էլ ինչ ունեմ, հեծանիվն է իմ մոտ, Navigon մոռացա։ Ուրեմն այս տարվանից Navigon 89 եվրո է դարձել, անցյալ տարի 75 էր, տոլի 72։ Այս տարի դարձել է 89 ու քանի որ ես 27 տարեկան եմ, 25+ արդեն ինքը ուսանողների համար չի գործում ակցիա, բայց եթե ուսանող եք ու երիտասարդ, ինքը 50% զեղչ է անում։ Էդ էլ է շատ մեծ տեղ, բայց քանի որ եղանակները արդեն լավն են, ես տրանսպորտից չեմ օգտվում, այլ հեծանիվով եմ տեղաշարժվում։ Հաջորդ հարցը համալսարանի հետ կապված, ես ընդունվել էի Conservatoire des Arts et Métiers Digital Marketing բաժինը, M1 էի անում, բայց համալսարանը ինձ ընդհանրապես դուրս չեկավ, պլյուս ինքը բիզնես սքուլ էր ու 6500 եվրո արժեր, իսկ ես նախ այդքան գումար չէի հավաքել, որ կարողանայի համալսարանի վարձը տայի ու իմ հույսերն էր, որ ես scholarship կգտնեմ կամ ընթացքում կհասկանամ ինչ եմ անում ու ընթացքում միակ բանը, որ հասկացա այն էր, որ այս համալսարանին 100 դրամ էլ անգամ չարժի տալ, դրա համար որոշեցի, որ ես համալսարանից դուրս կգամ ու հասկացա այն, որ 27 տարեկանում 4 տարվա, արդեն 5 տարվա աշխատանքային փորձից հետո շատ դժվար է ուղղակի գնալ, նստել ու դաս անելը, դասերին նստել 9-ից 5-ը ու անգամ մինչև 8-ը ու որոշեցի, որ ինձ պետք է նենց program, որտեղ որ ես կկարողանամ համ աշխատել, համ սովորել, դրա համար հիմա փնտրում եմ ալտերնանս, դիմում եմ ինչ-որ համալսարաններ ու եթե Հայաստանից եք ուզում դիմել, հաշվի առեք, որ այս տարվանից Mon Master ծրագիրը էլ Հայաստանի համար չի գործում, որովհետև Etudes France-ի մեջ է մտել ու Campus France-ն արդեն զբաղվելու այդ հարցերով, այդ ընդունելության եւ այլն հարցերով, եթե հետաքրքիր է, կարամ առանձին վիդեո նկարեմ։ Ոնց որ շատ հարցեր չկար, ինչպես ասեցի, այսքանով կարամ եզրափակեմ վիդեոն, որ համ էլ շատ ձանձրալի չլինի ձեր համար էլ լսել է այսքան չաչանակությունս, բայց այս վիդեոյի համար մի հատ մեսիջ կուզեմ ասել, որ անկախ նրանից, թե ձեր շրջապատի մարդիկ ինչ կասեն, չնայած որ շատ կարևոր է ունենալ շրջապատում support անող մարդկանց, միշտ գնացեք ձեր ձայնի հետևից, սրտի ձայնի։ Ուզում էի փիլիսոփաթվայ չստացվեց։ Մենակ դուք գիտեք դուք ինչ եք ուզում, ուրիշ ոչ մեկ չի կարա ձեզ ասի դուք ինչ կյանքով պետք է ապրեք, ավելի քչին երբեք մի համաձայնվեք, եթե գիտեք հստակ, որ ես ուզում եմ ապրեմ Փարիզում, օգտվեք այդ հնարավորությունից, միշտ հետ գալու եղանակ կա, միշտ ճանապարհ կա դեպի տուն, ձեզ այնտեղ հաստատ ձեր ծնողները, հարազատները սպասում են ու միշտ ուրախ են ձեր վերադարձին, բայց երիտասարդ տարիքում մանավանդ 20-ից 30, որտեղ դուք չունեք ընտանիք, չունեք երեխա, չունեք ոչ մի պատասխանատվություն ու ձեր միակ պատասխանատվությունը ձեր կյանքն է, վերցրեք ձեր կյանքը ու գնացեք վայելելու այնտեղ, որտեղ որ ձեզ լավ է։ Բարձրացակ մի սահմանափակեք ձեզ մարդկանց կարծրատիպերով, վախերով ու ամեն ինչով, ինչը որ ձեզ խանգարում է ձեր երազանքներին հասնելուց։ Հա, այսքանը երևի շատ հաճելի էր այսքան խոսացի, բայց այնքան հաճելի էր, ասեն միկրոֆոնով է որ խոսում եմ, ինձ բան եմ զգում լրիվ պրոֆեսիոնալ արտիստ եմ զգում։ Հաճելի էր խոսել, կիսվել։ Կուզենամ հաջորդ հոլովակում խոսամ դժվարությունների մասին, թե ինչ դժվարություններ են սպասում, երբ որ արտագաղթում ես, որտեղ ամեն դեպքում, եթե անգամ ուսանող ես, այդ ոչինչ չի փոխում, նույնն է։ Ոչ մի բան քո կյանքում չի փոխվում, դու այստեղ օտար ես։ Այդքանը։ Ուսամ որ հավանեցիք այս հոլովակը։ Պակա-պակա։